Շուրջօրյա ծառայությունը հավասարապես եւ կանխարգելիչ եւ օպերատիվ հետախուզական է եւ այդ ծառայության շնորհիվ է նաեւ որ ոստիկանների պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կողը բռնվում է հանցանքի պահին, այսպես ասած գողոնը ձեռքին։ Այնուամենայնիվ, երբեմն օրենքը խախտողի թե վարկը, թե շարժառիթները առիթ են տալիս զարմանալու կամ տարակուսելու։ Հուլիսի լույս 20-ի գիշերը գիշերային ծառայության ընթացքում ոստիկանության աշտարակի բաժնի աշխատակիցները աշտարակ Գյումրի մայրուղու վրա նկատել էին Ford Transit մակնիշի մի ավտոմեքենա, որի կանգառներով ընթացքը որոշակի կասկած էր հարուցում։ Մոտենալով օպերատիվ աշխատակիցները նկատել էին, որ մեքենայի սրահում ճանապարհատրանսպորտային նշաններ կան։ Ոստիկանները գործի էին անցել։ Մոտեցանք ավտոմեքենային, նկատեցինք բեռնախցիկում բեռնված էր ճանապարհային երթևեկության նշանները կարգավորող այդ նշանները, բերման ենթարկեցինք աշտարակի բաժին, որտեղ պարզվեց, որ վերջինս կատարել է գողություն։ Բերման ենթարկվածը 1949 թվականին ծնված Ռուբիկ Թադևոսյանն էր, որը, տեսնելով ճանապարհային նշանները, 12 հատ հասրել էր տեղավորել մեքենան, բայց ոստիկանները կանխել էին։ Կատարվում է քննություն։ Հուլիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները Կողբ գյուղի բնակիչ Հայկ Նասիբյանի բնակարանից եւ օժանդակ շինություններից խոզարկությամբ հայտնաբերեցին տոս տիպի հրացան, ինքնաշեն ինքնաձիգ պահունակով, RGD 5 տիպի 4 նռնակ, F1 տիպի 1 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ սարքի նմանվող առարկաներ։ Հայտնաբերված զենք զինամթերքն ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը, գողության 23 դեպքից 14-ը, իսկ խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, մարմնական վնասվածք հասցնելու եւ խուլիգանության մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, 2 մարդ զոհվել է, 15 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարական պահանջի շրջանակներում ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները հուլիսի 19-ից 21 նկատ ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 65 տրանսպորտային միջոց, 24 վարորդ մեքենան վարել էր ոչ ստապ վիճակում, 41-ն առանց համապատասխան փաստաթղթերի։ Վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել 75 վարորդի նկատմամբ, որոնք երթևեկության ընթացքում ծխել են։ Հուլիսի 19-ին ժամը 19-ի սահմաններում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները Զվարթնոց օդանավակայանից հայտնաբերել եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1991 թվականին ծնված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարազ Դաթովանեսյանին, ով 2013 թվականի հունվարից հետախուզում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, խափանման միջոցը ստորագրություն։ Հովանեսյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին, Վարազ Դաթովանեսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։